Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայել Գալուզինը մի շարք կարևոր հայտարարություններ է արել Հայաստանի հետ կապված։ Այդ թվում փաստացի սպառնալիք է գնահատել Հայաստանի եւ Եվրոպական միության մոտեցումը եւ սա գնահատել է ինչպես Հայաստանի քայլերը Ռուսաստանի դեմ։ Մոսկվան զգուշացնում է Երևանին, որ չանի այնպիսի քայլեր, որոնք քանդեն Եվրասիական տնտեսական միության ներքո հարաբերությունների զարգացումը տնտեսական առումով, ասել է Միխայել Գալուզինը եւ ավելացրել է, որ հիշեցնում է Հայաստանին իր պատասխանատվության եւ իր պարտականությունների մասին ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Այդ թվում ՀԱՊԿ-ում նաեւ առանց ուշադրություն չի մնում Հայաստանի արտաքին զարգացման ուղին, նշում է Վեսնիկ Կավկազյան Ռուսաստանի պարբերականներից մեկը։ Միխայել Գալուզինը փոխարտգործնախարարը Լավրովի օգնականը կարելի այսպես համարել, նշել է, որ այս կազմակերպությունը նաև իր գնահատականները կշարունակի տալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը, նկատի ունենալով ՀԱՊԿ-ը։ Ռուսաստանը մինչև հիմա անկալում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի լիարժեք անդամ է, ըստ Գալուզինի, չնայած նրա, որ Հայաստանը բազում անգամ հայտարարել է, որ սառեցրել է ամբողջության ՀԱՊԿ-ում իր ներկայությունը, եւ նաեւ Գալուզինը նշել է, որ այս հարցը բազում անգամ նաեւ ընդգծել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Գալուզինը նաեւ խոսել է, որ Եվրասիական տնտեսական միության հետ անդամակցության զուգահեռ անհնար է Եվրոպական միության անդամակցությունը եւ զգուշացրել է, որ Հայաստանի մոտեցումը մերձացումը Եվրոպական միությունին, այդ թվում Եվրոպական միության ուրեմն ստանդարտներին եւ ցուցանիշներին կդարձնի անհնար Հայաստանի անդամ լինելը Եվրասիական տնտեսական միությունում։ Մոսկվան նաև հույս ունի ըստ իրեն, որ Երևանը կշարունակի պրագմատիկ քաղաքականությունը եւ կպահպանի այն համագործակցությունը, որը այսօր ըստ իրեն Հայաստանի տնտեսական զարգացման գլխավոր հիմքն է։ Եվ ամենակարևոր հայտարարությունը վերաբերվում է նրան, որ Գալուզինը ասում է. մենք բազում անգամ ասել ենք մեր հայ գործընկերներին, որ արևմուտքի համար, եւ սա արդեն այնտեղ նույնիսկ չեն թաքցնում արևմուտքում, Հայաստանը սա միայն գործիք է իրենց աշխարհաքաղաքական պայքարի գործում Մոսկվայի դեմ, ընդգծել է Գալուզինը եւ ավելացրել, որ Ռուսաստանը համարում է Հայաստանին իր բնական դաշնակից Հարավային Կովկասում եւ այս հարցը դրված է երկկողմ հարաբերությունների հիմքում, այդ թվում փաստաթղթերի առումով։ Հարգելի հայրենակիցներ, պետք է գնահատական հստակ տալ, այդ թվում առաջերտին մեր համար, հանրության, իսկ նաև ավելացնել, որ այս գնահատականը նաև պետք է արձանագրի Հայաստանի իշխանությունները, որ Ռուսաստանը խախտել է Հայաստանի հետ այդ իրավական փաստաթղթերը, որոնց մասին Գալուզինը խոսում է, եւ դա առհասարակ նշանակում է, որ գործոնեությունը այդ փաստաթղթերի դրված է կոնկրետ հարցի տակ, որովհետեւ Ռուսաստանը միակողմանի չի կատարել իր պարտականությունները ինչպես երկկողմ, այդպես էլ ՀԱՊԿ-ի տրամաբանությունով։ Բացի դրանից Ռուսաստանի կողմից գնահատականը, որը հիմա տրվում է, որ իբրև Հայաստանը աշխարհաքաղաքական գործիք է արևմուտքի ձեռքում, լրիվ անընդունելի են եւ պետք է քննադատելի լինեն պաշտոնական Երևանի կողմից։ Հայաստանը ինքնիշխան պետություն է, ավելացնում է իր ինքնիշխանությունը եւ ուստի որևէ մեկը չի կարող Հայաստանը օգտագործել ինչպես գործիք։ Առավել եւս, որ Հայաստանը չի կարող լինել օգտագործված Հայաստանը չի կարող Ռուսաստանի դեմ օգտագործված լինել, բայց մենք ունենք հարցեր ձեր հետ միասին։ Արդյոք Ռուսաստանը կարա լինի օգտագործված Հայաստանի դեմ։ Հայաստանը նույնիսկ սահման չունի Ռուսաստանի հետ, Հայաստանը որևէ այնպիսի հնարավորություններ ազդելու Ռուսաստանի վրա, կլինի դա տնտեսական, ռազմական, աշխարհագրական, ժողովրդագրական, այդ թվում աշխարհաքաղաքական չունի, որ ազդի Ռուսաստանի վրա, բայց Ռուսաստանը ունի, այդ թվում Ռուսաստանի ռազմական ներկայությունը, Ռուսաստանից ռազմական կախվածությունը։ Ինչ վերաբերվում է Եվրասիական տնտեսական միությունում անդամակցությանը, ապա Ռուսաստանը, ես կարծում եմ, շատ մեղմ պետք է լինի իր գնահատականներում, որովհետև այն, ինչ ձևաչափի մենք տնտեսական համագործակցություն ունենք Եվրասիական տնտեսական միության հետ, դա որևէ ձև
չի կապնվում իրականում Եվրոպական միության հետ ինտեգրման գործընթացին։ Ասեմ շատ պարզ եւ ուղիղ, հարգելի այլընկիցներ, այսօր Ռուսաստանին է պետք, որ Հայաստանի միջոցով ունենա առևտուր ակտիվ եւ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ուրիշ Հարավկովկասի պետությունների, Կենտրոնական Ասիայի պետությունների միջոցով ներմուծի տարբեր բաներ իր սեփական պետություն, որովհետեւ իրավիճակը Ռուսաստանում ծանր է այդ առումով, հաշվի առնելով պատժամիջոցները։ Իսկ Հայաստանի համար արևմուտքի հետ համագործակցությունը բերում է լրիվ ուրիշ մակարդակի հնարավորություններ։ Դա արհեստական բանականությունն է, դա չիպերն են, դա բարձր տեխնոլոգիաներն են, դա էներգետիկ անվտանգությունն է, իդեմս նոր ատոմակայանի, դա լոգիստիկ կապերի աննախադեպ բացումն է, իդեմս TRIP ծրագրի։ Այսինքն Ռուսաստանը չի կարող մեզ այս ուղղությամբ սպառնալ, որովհետև շահերը հակառակ են։ Մեր շահերը արևմուտքի հետ տեխնոլոգիական եւ տնտեսական հարաբերությունների խորացումն է, իսկ Ռուսաստանին է պետք Հայաստանի հետ հարաբերությունների պահպանում, այդ թվում տնտեսական ոլորտում։ Զուգահեռ դրա Հայաստանը շարունակելու է բարձրացնել իր ցուցանիշները եւ ստանդարտները, համապատասխանեցնելով իր ստանդարտները Եվրոպական միությանը, որովհետեւ մենք երկար ժամկետում նաեւ դիտարկում ենք հնարավոր եւ հավանական անդամակցությունը Եվրոպական միությունում ինչպես հնարավորություն, այսինքն միջև այդ Ռուսաստանը ինչ տարբերակ ունի Հայաստանին ստիպել, որ դուրս գա Եվրազիական տնտեսական միությունից, ապա դա հենց Ռուսաստանին ի վնաս կլինի առաջի հերթին։ Բացի դրանից, հապկի մասին արձանագրումը, ես կարծում եմ, եւս մեկ անգամ հաստատում է, հարգելի այլնակիցներ, որ հապկից դուրս գալը դա իրականում օրակարգային հարց պետք է լինի։ Ես շարունակում եմ պնդել եւ կոչ անել Հայաստանի իշխանություններին, որ այդ թվում օրերս հապկի գլխավոր շտաբի պետի այդ վտանգավոր հայտարարությունները, որոնք ինքը արեց նաեւ, որ Հայաստանը իբրև օգտագործվում է արևմուտքի կողմից հապկի դեմ, Ռուսաստանի դեմ, հիմա նաեւ դրան ավելանում է Գալուզինի հայտարարությունները, բացահայտ սա խոսում է նրա մասին, որ Ռուսաստանը սկսում է իր հիբրիդային պատերազմի գործիքները ծավալել նաև Հայաստանի դեմ։ Այդ թվում օգնում է այդպես կոչված ընդդիմությանը, իսկ ուղիղ ասենք, որ գործակալական ցանցին, որ ներկայացնեն այս թեման, իբրև Հայաստանը օգտագործվում է Ռուսաստանի դեմ։ Գիտեք, պետք է ուղիղ ասել, որ որևէ պարտականության մասին խոսելը Ռուսաստանի կողմից պետք է անընդունելի լինի, երբ մենք ակատատես դարանք դրա, թե ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, որտեղ Ռուսաստանը ուներ պատասխանատվություն վերցրած իդեմս այդ խաղաղապահ առաքելությանը եւ ինչպես է կատարում Ռուսաստանը իր պարտականությունները։ Սրա մասին ասեմ, որ Ալեն Սիմոնյանը օրերս շատ հստակ գնահատական տվեց եւ ես ողջունում եմ դա, որովհետեւ ասաց, որ Ղարաբաղից Հայաստանին ասում են, որ ամենաապահով տեղը Ղարաբաղն է եւ այդտեղ նկարներ կար, շնորհակալություն Վլադիմիր Պուտինին եւ այլն, եւ ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, որտեղ որ վկա էին ռուս խաղաղապահները, այդպես կոչված, ակնհայտ է, բայց նաեւ դա տեղի ունեցավ Հայաստանի ուղղությամբ, Ջերմուկի, Ներքին Հանդի, Վերին Շորժայի եւ ուրիշ հատվածներում, եւ դրանից հետո Ռուսաստանը չի կարող եւ չպետք է մեզ հիշեցնի հապկի անդամակցության մասին։ Բայց մենք պետք է նաև ավարտենք առհասարակ այս գործընթացը։ Ես հուսով եմ, որ մենք այս թեման Կտրիչ Ներսիսյանի թեմայի ավարտից հետո արդեն կվերադարձնենք հանրային օրակարգ եւ համոզված եմ, որ ընտրություններից հետո, երբ նոր քվե կստանա գործող իշխանությունը, նաև հուսով եմ, որ հզոր հայամետ արևմտամետ ընդդիմությունը նաև կունենա իր քվեն հայ ժողովրդից, ապա մենք ընդհանուր առումով կտեսնենք, որ արդեն շատ մեծ մեծամասնությունով խորհրդարանում, ազգային ժողովում առաջ կտանենք այս հարցը եւ ես խոսք եմ տալի, որ մենք շարունակենք ակտիվորեն քննարկել այս հարցը, հապկից դուրս գալու հարցը հանրային օրակարգում, որովհետեւ սա շատ կարեւոր ուղղություն է եւ այս մեր քննարկման վերջում դուք կտեսնեք ուրեմն ուղում եւ կտեսնեք տեսահոլովակը, որը կարող եք դիտել եւ հորդորում եմ ձեզ, որ դիտեք, որը վերաբերվում է Հայաստանի համար շատ կարևոր հարցին։ Դա Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջև հարաբերությունների վերսկսումն է եւ հաշվի առնելով այդ փաստը, իհարկե մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանին պետք է նոր ռազմական փաստաթուղթ Ֆրանսիայի հետ, որը անհնար է կնքել ուրեմն հապկում անդամակցությունը շարունակելու իրավիճակում։ Ուստի հաշվի առնելով այս ամենը, պետք է հստակ արձանագրվի, որ հապկից դուրս գալը օրակարգային հարց է, որ
Ռուսաստանի սպառնալիքները մեր համար Եվրասիական տնտեսական միության տրամաբանությունով անընդունելի են, որովհետև մենք ամեն դեպքում շարունակելու ենք մեր ձգտումը Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության հետ, այդ թվում ցուցանիշներով, եւ դա մեզ տալիս է աննկարագրելի հնարավորություններ, իսկ Ռուսաստանը այստեղ 30 տարվա ընթացքում ոչ ներդրումներ է կատարել իրականում, չնայած նրա, որ Ռոբերտ Քոչարյանը ասում է 8 ուրեմն խոշոր գործընկերությունը Ռուսաստանի հետ կապ ունի եւ այսպես է ցույց տալի, ասում է այսպես կարան հարցը լուծել, Քոչարյանը ասում է։ Քոչարյանը կարծես խոսում է ուրիշ պետությունի անունից, կարծես իր հայրենիքը Հայաստանը չէ եւ ինքը գոհ է նրանից, որ իր կողմից հանձնած ռազմավարական օբյեկտները օտար պետությանը հիմա կարող են այդպես, ինչպես ինքը ցույց է տալի, օգտագործվեն, այսինքն շատ հեշտությամբ Հայաստանի պետության դեմ։ Դե հասկանալի է, Ռոբերտ Քոչարյանը ինքը Ռուսաստանի քաղաքական գործիչ է, իր համար հայրենիքը Ռուսաստանն է եւ ինքը կատարում է Ռուսաստանի այստեղ քաղաքականությունը։ Սա շատ պարզ եւ ուղիղ գաղափար է։ Նույն տրամաբանությունով այս մարդիկ գործում էին Ղարաբաղում եւ իրանք գոհ են, երբ Հայաստանի ինքնիշխանությունը ցածր է եւ Ռուսաստանն է այստեղ գործում։ Բայց հիմա մենք շատ կարևոր գործընթացում ենք, հարգելի հայրենակիցներ, որ մենք իրոք ապահովում ենք եւ ամրապնդում ենք հայկական ինքնիշխանությունը եւ չնայած Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ ուրիշների ցանկությունների, այդ թվում Կտրիչ Ներսյանի, հայկական պետականությունը միայն եւ միայն ամրապնդվելու եւ հզորանալու է եւ սա շատ կարևոր հարց է, շատ կարևոր օրակարգ, որը համոզված եմ, որ մենք տանելու ենք առաջ։ Եվ այստեղ պետք է այս տրամաբանության մեջ նաեւ ասել, որ կտրուկ անընդունելի է իմ պատկերացումով գնահատականները, որը Գալուզինը տվեց, որ Հայաստանը օգտագործում են Մոսկվայի դեմ։ Գիտեք, ինչքան այսպիսի հայտարարություններ հնչա, այդքան ավելի շատ ես կարծում եմ մեր հանրությունում եւ այդ թվում այս հարթակն էլ օգտագործենք այդ նպատակով, որ հաստատենք, որ մենք հասկանում ենք Ռուսաստանի այս կոնկրետ բառապաշարը, որ Ռուսաստանը փորձում է հիմա ներկայացնել իբրև Ուկրաինայում, իբրև Մոլդովայում, իբրև Ադրբեջանում, Կենտրոնական Ասիայում եւ հիմա արդեն Հայաստանում տեղի են ունենում հակա-ռուսական գործունեություն։ Ուրեմն հակա-ռուսական գործունեություն Հայաստանում ծավալողը մեկ իրականում պետություն է։ Դա Ռուսաստանն է։ Այո, Ռուսաստանը հենց ինքն է, որը ծավալել է Հայաստանում այնպիսի քաղաքականություն երկար եւ երկար տարիների ընթացքում իր դրածոների միջոցով, այդ թվում, որը բերել է նրան, որ հայ ազգի ուրեմն բացարձակ մեծամասնության գնահատականը Ռուսաստանի այսօրվա քաղաքականության հանդեպ Հայաստանի ուղղությամբ պարզ է եւ կտրուկ։ Եվ հիմա համար զարմանալի է Ռոբերտ Քոչարյանը ասուլիս է տալի եւ այդտեղ ասում է, որ Ռուսաստանը այն պատճառով չի անում քայլեր Հայաստանի դեմ, որովհետև մտահոգ է հայ հանրությունը ինչ կմտածի։ Հայ հանրությունը ինչ է մտածել արդեն իրանց մասին, իրանք որ մտահոգ լինեին, Լեռնային Ղարաբաղում դա տեղի չեր ունենա, ինչ տեղի ունեցավ ոչ էլ Ջերմուկի, Վերին Շորժայի կամ Ներքին Հանդի ուղղությունով, ոչ էլ Ռուսաստանի կողմից բացահայտ աջակցությունը գործակալական այստեղ ցանցին, այդ թվում ոչ միայն Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Արթուր Վանեցյան եւ այլն, բայց նաև Կտրիչ Ներսյան եւ իր փոքրիկ խմբակին, արդեն չասեմ ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանին։ Այսինքն Ռուսաստանը մտահոգ չի ինչ են մտածում իր մասին հայ ժողովուրդը, բայց ասում է, որ այդ ուրեմն օգտագործվելու է արևմուտքի կողմից, մենք կտրուկ հերքում ենք սա, արևմուտքի կողմից Հայաստանը չի կարող օգտագործված լինել, որովհետև արևմուտքը եկել է մեզ օգնելու ապահովել ինքնիշխանությունը, պետականությունը, զարգացնել այն, ինչ Ռուսաստանի ճակերտներում շնորհիվ թուլացել էր այսքան տասնամյակների ընթացքում եւ մեզ պետք է հզոր պետություն, որովհետեւ այլևս մենք չենք կարող Ռուսաստանի հույսով լինել, իսկ մենք ունենք հարևան Թուրքիա եւ Ադրբեջան, որը շարունակում են իրանք զարգանալ, շարունակում են մեկ-մեկ զարմանալի կամ վտանգավոր հայտարարություններ անել եւ հայկական պետությունը պետք է լինի հզոր, ամուր եւ այդ նպատակով մենք Եվրոպական միության հետ, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները խորացնելու ենք, զարգացնելու ենք, ինչքան Գալուզինները, Զատուլինները, Լավրովները եւ ուրիշները այսպիսի հայտարարություններ չանեն։ Իսկ ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա ինչքան իրանք երկար փորձեն փրկել իրենց գործակալներին, Կտրիչ Ներսիսյանին, այդ մնացած ընդդիմադիր իբրև գործիչներին, ինչպես ուղիղ ուղարկեն այստեղ օլիգարխներին եւ փորձել իշխանությունը զավթել,
ապա այդքան հայ ժողովուրդը ավելի կտրուկ է դիմադրելու Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացմանը, որովհետև մենք այդտեղից վտանգներ ենք տեսնում։ Ռուսաստանը պետք է հարգի Հայաստանի գործող իշխանությունին, նրա այն իշխանությունին, որը ստանում է հայ ժողովրդի քվեն, եւ պետք է իրենց հետ շարունակի հարաբերությունների զարգացումը, այլ ոչ թե փորձի օգտագործել Հայաստանում տարբեր ցանցեր նրա համար, որ իշխանափոխություն կազմակերպի։ Այս ամենը շատ կարևոր է, իսկ հիմա ես առաջարկում եմ, որ միասին դիտենք եւ անցնենք արդեն այդ հարցին, որը վերաբերվում է Ֆրանսիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների խորացմանը եւ զուգահեռ դրա Հայաստանը թե ինչ պետք է անի։ Գրեք նաև ձեր կարծիքը մեկնաբանություններում, անպայման լայք եք այս վերլուծությունը, կհանդիպենք, ցտեսություն։